Երբ հարցը չի վերաբերում քաղաքականությանը, Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է դառնում։ Նոր Հաչնում այսօր բացվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը Ծառուկյանի մամուլի պատասխանատու Իվետ Ատոնոյանի խոսքով նրա հովանավորությամբ կառուցված 7-րդն է։ Գագիկ Ծառուկյանը կատարում է Սերժ Սարգսյանի ցանկությունը, չի զբաղվում քաղաքականությամբ։ Ծառուկյանին չարիք եւ կեղծ քաղաքական երևույթ համարած Սերժ Սարգսյանն ասել էր, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու գործարար նրա հետ կապված որևէ խնդիր չի տեսնում։ Նախագահն այսօր մասնակցեց Նոր Հաչնի եկեղեցու բացմանը։ Ուրեմն ես Գյումրիից եկել եմ ստեղ։ Ես Գյումրի չեմ գալիս։ Գալիս եմ Գյումրի մոտից, եկել ես մարդկանց ժամանակը հիվանդանոցի պատված հոսպիտալով։ Աբովյան թոկաբոկով տեղափոխել ես դիմեցի Սեյդան Օրանյանի, որ ինձ օգնեն այդ առաջիկի հաշվարկա մի երեխայից։ Հիմա բանը ատելյանը գրի, ես գիրալները Այսօր անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին իրականացվում տարածքում, բացմանը ներկա գտնվել ցանկացող մարդկանց եկեղեցուն արգելում էին մոտենալ ոստիկանության, պետական պահպանության ծառայության եւ Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները։ Ոչ միայն քաղաքացիների, այլև լրագրողների մուտքն արգելվեց եկեղեցին։ Չեն կարողալու, վերջում դուք կմտնեք, նախագահան գնան, որ դուք կմտնեք։ Սխմեք, ամեն ով որ կասա Տեղյակ եք, որ դռները փակելու են ժողովրդի առաջ, միայն պաշտոնյաներն են ներկա գտնվում են։ Հիմա արդեն փակել։ Չեմ կարծում, որ դռները պետք է փակվի, սակայն բնական է, որ այսքան ժողովուրդ եկեղեցում չի կարող տեղավորվել եւ հավանաբար որոշ անձինք, ովքեր որ հրավիրված են, ովքեր որ հանգամանք ունեն, հանգամանք են ներկայացնում, նրանց շարքի նաև բնականաբար կլինեն հավատացյալներ։ Նոր Հաչնի եկեղեցու բացման հրավիրյալների թիվը բավականին մեծ էր, բայց պաշտոնյաները շատ չէին, ներկա էին ԲՀԿ ներկա ու նախկին անդամներ, նաև Կուսակցությունը Ծառուկյանի հետ լքածները։ Կուսակցության ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ներկա չէր Ծառուկյանի խնամին Հովիկ Աբրահամյանը։ Վարչապետի մամուլի գրասենյակից տեղեկացանք, որ Աբրահամյանը երկրից չի բացակայում։ Ընդհանրապես նախարարների առատություն չկար։ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էին Նոր Հաչնում։ ՀՀԿ-ական Մհեր Սեթրակյանը, ընդդիմադիրներից Ժառանգության ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Գործարար 2008-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հետապնդվող Խաչատուր Սիքիասյանը։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում կլինեն մարդիկ, որոնք որ առաջի հերթին եկեղեցիներ կկառուցեն, կլինեն մարդիկ, որոնք որ կուզենան տնտեսության մեջ ներդրումներ առաջնային անել։ Ես կնախընտրեմ տնտեսության մեջ անել ներդրումներ։ Սամվել Ալեքսանյանը նույնպես Նոր Հաչնում էր ասած, պատրաստվում է եկեղեցի կառուցել։ Ես մեղ չունեմ այժմ։ Եթե եկեղեցի որոշ է կառուցել, հանուն ինչ է կառուցել, Հանուն մորս, մերս ազում։ ինչու։ Չեմ անում։ Նոր որ տնասյան կառուցելս։ Հավաքվածներից շատերն ասում էին Նոր Հաչն են հասել Երևանից, անվճար ավտոբուսներով։ Հայտարարեցին, որ 22-ին հուլիսի Ծառուկյանի մանրագած եկեղեցին օրհնելու են, խնդրում եմ Մատերանդարանից, Կայարանից գնում են այնտեղ հաճել, Նոր հաճել, մենք էլ սիրով եկանք։ Մեր ժողովուրդը մալադեր, հավատացյալ են, ու խիտ այնքան շատ էր ավտոբուսները չէին երեկում։ Բանկավանդ ունեմ, չեն տալիս, ասում են դու երկրաշարժից հետո նպաստառու չես եղել, հետևաբար քեզ չի հասնում։ Հիմա այդ սաղ խնդիրները գրել եք նամակում, որ փոխանցեք։ Հա, փոխանցեմ Գագիկ Ծառուկյանին։ Դուք հաճընցի եք։ Ինչպես Հաճընցի եք։ Ոչ, Գյումրիից եմ ես, Գյումրիից եկել։ Ասել են անվճար տանում ենք, անվճար բերում ենք, բայց հիմա տեսնում եմ միգուցե էնա կանգնած են, հա։ Վազեմ հասցնեմ, շնորհակալություն։ Եկել ենք օծմանը մասնակցելու, բայց ում ինձ ներսը չէին թողում, մենք կանգնած ենք, որտեղ որ բեմն էր, միկրոֆոն էր։ Այսինքն էկրանով եք հետևում։ Այո, հա, որտեղ ներսը հնարավոր չէ, շատ կուզեի, բայց ով էր թողում։ Եկեղեցու տարածքում սեղաններ այս անգամ չէին գծվել, ամեն ինչ շատ համեստ էր։ Թերևս Աբովյանի եկեղեցու բացման փորձն աչքի առաջ ունենալով։ Հետ կանգնարկել եք։
Մինչև պաշտոնյաների ու բարձրաստիճան հյուրերի հեռանալը, լարվածությունը նոր հաճնի եկեղեցու տարածքում պահպանվեց։ Ախպեր, բայց լավ բան չէ, ցավը տանեմ։ Ըստ մամուլի հյուրերը երեկոն շարունակելու են Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող փարավոն ռեստորանային համալիրում։